Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը 2 նոր նշանակման մասին է տեղեկացրել։ Արմինե Ստեփանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար, Սարգիս Խաչատրյանը նշանակվել է Երևանի քաղաքային նոր աղբավայր Փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնակատար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբայրը Գևորգ Ներսիսյանը եւ նրա որդին Համբարձում Ներսիսյանը ձերբակալվել են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։ Քննչական մարմինը նրանց կալանավորման միջնորդություն է ներկայացրել դատարան։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Զմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Առնվազն 20 մարդ է զոհվել, 18 վիրավորվել Հնդկաստանի Թելանգանայի հարավային նահանգում մարդատար ավտոբուսի եւ բեռնատարի ճակատային բախման հետևանքով։ Նախնական տվյալներով ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառը եղել է արագության գերազանցումը եւ բեռնատարի վարորդի կողմից մեքենայի կառավարման կորուստը։